Եթերում CBC FM-ի հայկական ծառայության նորությունների թողարկումն է։ Խոսափողի մոտ Աթիրա Իսրաֆիլն է։ Դեկտեմբերի 24-ին Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևը եւ առաջին տիկին Մեհրիբան Ալիևան մասնակցել են Խանքենդիում հաղթանակի զբոսայգու բացմանը։ Այս մասին տեղեկատվությունը զետեղված է պետության ղեկավարի պաշտոնական կայքում։ Այսօր դեկտեմբերի 24-ին Ադրբեջանի նախագահ Զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատար Իլհամ Ալիևը նշում է իր ծննդյան օրը։ Նա դառնում է 64 տարեկան։ Իլհամ Ալիևի նախագահությունը նշանավորվել է Ադրբեջանի համար առաջընթացով եւ բարգավաճմամբ։ Պետության ղեկավարի պաշտոնում նրա ամենակարևոր նվաճումը ադրբեջանական հողերի ազատագրումն է եւ երկրի ինքնիշխանության եւ տարածքային ամբողջականության վերականգնումը։ Իլհամ Ալիևը շարունակում է շնորհավորական նամակներ ստանալ աշխարհի տարբեր երկրների, ինչպես նաեւ միջազգային հեղինակավոր կազմակերպությունների ղեկավարներից։ Ադրբեջանի առաջին փոխնախագահ Մեհրիբան Ալիևան գրառում է կատարել Instagram-ի իր պաշտոնական էջում նախագահ Իլհամ Ալիևի ծննդյան օրվա կապակցությամբ։ Գրառման մեջ ասվում է. «Արժանապատվությունը, մտքերի մաքրությունը եւ բարի սիրտը աղոթք են առանց խոսքերի, որը լսում է ամենակարողը։ Թող ամենակարողը պաշտպանի ձեզ եւ մեր ժողովրդին»։ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը նամակ է հղել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին։ Այս մասին տեղեկատվությունը զետեղված է Ադրբեջանի ղեկավարի պաշտոնական կայքում։ Նամակում ասվում է. «Հարգելի Իլհամ Հեյդարովիչ, խնդրում եմ ընդունեք իմ ամենակեղծ շնորհավորանքները ձեր ծննդյան օրվա կապակցությամբ։ Ձեր ղեկավարությամբ Ադրբեջանը մեծ հաջողությունների է հասել սոցիալական եւ տնտեսական ոլորտներում, հետեւականորեն ամրապնդում է իր դիրքերը միջազգային ասպարեզում։ Մեր երկրների միջև հարաբերությունները հիմնված են բարեկամության, բարիդրացիության եւ փոխադարձ հարգանքի ավանդույթների վրա։ Վստահ եմ, որ այդ հարաբերությունները կշարունակեն զարգանալ ռազմավարական գործընկերության եւ դաշինքի ոգով, ինչը անշուշտ ծառայում է ռուս եւ ադրբեջանական ժողովուրդների շահերին։ Մաղթում եմ ձեզ քաջ առողջություն, բարեկեցություն եւ հաջողություն»։ Պակիստանի Իսլամական Հանրապետության վարչապետ Մուհամմադ Շահբազ Շարիֆը շնորհավորական նամակ է հղել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին։ Նամակում մասնավորապես ասվում է. «Հետ գցելով անցած տարվան, ես չափազանց գոհ եմ մեր երկկողմ հարաբերությունների դրական զարգացումից։ Այս հարաբերություններն ավելի են ամրապնդվել այս տարվա փետրվար եւ մայիս ամիսներին ձեր գեղեցիկ երկիր կատարած իմ այցից, ինչպես նաեւ հուլիսին Խանքենդիում կայացած տնտեսական համագործակցության կազմակերպության 17-րդ գագաթնաժողովին եւ նոյեմբերին Բաքվում կայացած հաղթանակի օրվա շքերթին մասնակցելուց հետո։ Մեր տնտեսական համագործակցությունը նույնպես հաջողությամբ զարգանում է եւ մենք այժմ վերջնականապես որոշում ենք Պակիստանում Ադրբեջանի կողմից $2 միլիարդ ներդրման պայմանները։ Այս նախագիծը կփոխի մեր ժողովուրդների կյանքը, միաժամանակ ապահովելով փոխշահավետ տնտեսական համագործակցություն»։ ՄԱԿ-ում Ադրբեջանի Հանրապետության մշտական ներկայացության կողմից ներկայացված հուշագիրը եւ դրանքից հռչակագիրը պաշտոնապես հրապարակվել են որպես ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի եւ անվտանգության խորհրդի փաստաթղթեր։ ՄԱԿ-ում Ադրբեջանի մշտական ներկայացուցիչ Թովֆիկ Մուսաևը նամակ է հղել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարին, ներկայացնելով Բաքվում անցկացված միջազգային համաժողովում ընդունված հռչակագիրը, որը նվիրված էր անհետ կորած անձանց հարցի լուծման համար ջանքերի միավորմանը եւ համագործակցության ամրապնդմանը։ Հռչակագրում խորը մտահոգություն է հայտնվում զինված հակամարտությունների հետևանքով անհետ կորած անձանց թվի աճի վերաբերյալ եւ վերահաստատվում է ընտանիքների իրավունքը իմանալու իրենց սիրելիների ճակատագիրը։ Փաստաթղթում ընդգծվում է պետությունների կողմից միջազգային մարդասիրական իրավունքի եւ մարդու իրավունքների նկատմամբ հարգանքի կարեւորությունը։ Նախագահ Իլհամ Ալիևի հանձնարարականի համաձայն շարունակվում է օկուպացիայից ազատագրված տարածքներ մեծ վերադարձի գործընթացը։ Ներկայումս Խոջավենդի շրջանի Սոս եւ Ջաբրայելի շրջանի Հորովլու գյուղեր տեղափոխվում են ընտանիքներ, որոնք նախկինում ժամանակավորապես բնակվել են հանրապետության տարբեր շրջաններում, հիմնականում հանրակացարաններում, առողջարաններում եւ վարչական շենքերում։ Խոջավենդի շրջանի Սոս գյուղում արդեն բնակվում է 24 ընտանիք, 99 մարդ, իսկ Ջաբրայելի շրջանի Հորովլու գյուղում 19 ընտանիք, ընդհանուր առմամբ 70 մարդ։ Եթերում CBC FM-ի նորությունների թողարկումն է։
Խոսափողի մոտ Սաբիր Երևանցին եւ Աթիրայ Իսրաֆիլն է։ CBC միջազգային հեռուստաալիքը վավերագրական ֆիլմ է նկարահանել նվիրված Ազալ ինքնաթիռի ողբերգությանը, որը տեղի է ունեցել 2024 թվականի դեկտեմբերի 25-ին Ղազախստանի Ակտաու քաղաքի մոտակայքում։ Ֆիլմի պատրաստման շրջանակներում հեռուստաալիքի թիմը նկարահանումներ է իրականացրել Բաքվում եւ Ղազախստանի Ակտաու քաղաքում։ Նկարահանող խումբը այցելել է վթարի վայր, զրուցել ողբերգության ականատեսների, փրկարարական գործողության մասնակիցների, բժշկական անձնակազմի եւ փորձագետների հետ, նշվում է CBC-ի հայտարարության մեջ։ Ֆիլմը պատմում է ողբերգության, ինչպես նաև հետագա իրադարձությունների մասին։ Ֆիլմի հեղինակները քայլ առ քայլ նկարագրում են ինքնաթիռում ստեղծված իրավիճակը, երկրի իշխանությունների արձագանքը ողբերգական միջադեպին եւ Ադրբեջանի ու Ղազախստանի հետագա գործողությունները։ Ակտաու ադրբեջանական սփյուռքի ներկայացուցիչները կիսվել են իրենց հիշողություններով այն մասին, թե ինչպես են ղազախները շտապել օգնել վթարի զոհերին։ Դուք լսեցիք CBC FM-ի լուրերի թողարկումը, հետևեք մեր լուրերի հաջորդ թողարկումներին։ Իսկ այժմ եղանակի մասին։ Բաքվում եւ Աբշերոնի թերակղզում սպասվում է փոփոխական անպամացություն, հիմնականում առանց տեղումների եղանակ, սակայն ցերեկը որոշ տեղերում հնարավոր է թույլ անձրև, քամին հյուսիս-արևմտյան։ Օդի ջերմաստիճանը գիշերը կկազմի 3-6, ցերեկը 8-12 աստիճան տաքություն։ Ադրբեջանի մարզերում սպասվում է հիմնականում առանց տեղումների եղանակ, սակայն առավոտյան արևելյան շրջաններում կդիտվի թույլ անձրև։ Օդի ջերմաստիճանը գիշերը կկազմի 2 աստիճան ցրտից 3 աստիճան տաքություն, ցերեկը 7-12 աստիճան տաքություն, լեռներում գիշերը 3-8 աստիճան ցուրտ, ցերեկը 3-8 աստիճան տաքություն։ Շուշայում, Խոջալույում, Խոջավենդում, Խանքենդում սպասվում է 0-6, Աղդամում, Ֆիզուլիում 0-8, Ջաբրայիլում, Զանգիլանում, Գուբատլում 2-10, Լաչինում եւ Քելբաջարում 3 աստիճան ցրտից 6 աստիճան տաքություն։ 102.7 FM